առկա են ձեր կամ ձեր ընտանիքի կյանքում, ապա հավանաբար այդտեղ անեծք կա։ Այժմ բարի լուրն այն է, որ Հիսուսն անեծք դարձավ, որ մենք փրկագնվենք, ազատվենք անեծքից եւ ընդունենք օրհնությունը, սակայն մենք պետք է հրաժարվենք անեծքի պատճառներից եւ ընդունենք ազատությունը։ Շատ արագ եւ հակիրճ։ Ահա անեծքի ընդհանուր նախանշանները։ Առաջին՝ մտային եւ զգացմունքային անկում։ Եթե նման պատմություն կա ձեր ընտանիքում։ Երկրորդ՝ կրկնվող եւ քրոնիկ հիվանդություններ, հատկապես ժառանգական, որովհետեւ անեծքի նշանն այն է, որ այն սերնդից սերունդ է փոխանցվում։ Երրորդ՝ կրկնվող վիժումներ եւ կանացի խնդիրներ։ Եվ որքանով որ հռոտն ու ես աղոթքի ժամանակ առնչվել ենք նման խնդրի հետ, ապա պարզապես ինքնաբերաբար աղոթել ենք անեծքի դեմ։ Եվ շատ ամուլ կանանց ենք տեսել, ովքեր աղոթքից հետո վիճակի են եղել հղիանալու եւ երեխա ունենալու, եւ տեսել ենք նաեւ շատ կանանց, ովքեր ազատագրվել են կանացի խնդիրներից։ Կանացի օրգանների վրա առաջացած գոյացություններն ու այլ բաներ